Կենտրոնի եթերում լրատվության ժամն է, տաղավարում աշխատում է Քրիստինե Սուքիասյանը, բարի երեկո, մեր եթերում առաջարկում եմ դիտել։ Պաշտոնավորման 7-րդ տարում Փաշինյանը եզրահանգել է, զիջումներ չեն եղել։ Զիջել ենք ինչը։ Ինչն ենք զիջել։ Աղմուկ հանած օրենքի հետքերով քանի մարդ է վճարել ու ազատվել ոչ միայն քրեական պատասխանատվությունից, այլև զինծառայությունից։ Ամեն ինչում փող պատկերացնելով հարցը չի լուծվում։ Նոր նախաձեռնությունը համահայկական կամուրջներ է կապում, այրվածները վերականգնվում են, եղածներն ամրապնդվում։ Եթե չլինի կամուրջ, ապա հաստատ խնդրի այս ափից դեպի լուծում չես հասնի։ Սիրիայի խնդրանքը Ռուսաստանին կարտահանձնի Մոսկվան Բաշար Ասադին։ Կիևը տեղի տվեց, Ուկրաինան նոր նախագահ կընտրի։ Եվ քաղաքական ճգնաժամ Թուրքիայում Ստամբուլի ցույցին ավելի քան 300,000 մարդ է մասնակցել։ Այս եւ այլ իրադարձությունների մասին առավել հանգամանալից Փաշինյանը վերջապես գտել է պատասխանը, թե ինչու պատերազմում զոհվեցին տղաները եւ դրա հետևանքով ինչ ձեռք բերեցինք։ Եվ վերջը ինչ կորուստներ ու ձեռքբերումներ ունեցանք։ Վարչապետը նախորդի հարցազրույցում փորձել է փակել իրեն ուղղված մեղադրանքների թեման, անդրադառնալով նաեւ խաղաղության համաձայնագրին։ Զիջել ենք ինչը։ Ինչն ենք զիջել։ Չի զիջել Արցախը, որն իր պաշտոնավարման 5-րդ տարում հայաթափվել ու ամբողջությամբ Ադրբեջանին է անցել։ Ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Բաքվի պահանջով Տավուշից սկսված ու այնտեղ էլ կանգ առած սահմանազատման ընթացքում եւս զիջում չի եղել։ Դեռ նախորդ տարվանից է պնդում։ Ադրբեջանին անցած 4 գյուղը հայկական չէր, հետեւաբար Ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Զիջումներ չէ, կորուստներ են եղել, ասում է, բայց վստահ է, ինքն ամենակարևորին է հասել։ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Հիմա կա այդ շանսը, երբ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, երբ Բաքվում հայերն անցնում են շինծու գործերով, երբ խաղաղության փաստաթղթի համաձայնեցումից հետո էլ թշնամին նորանոր պահանջներ է դնում, մեղադրում սահմանին իբր էսկալացիա հրահրելու մեջ։ Մեր օրակարգում եղած որ հարցը մենք պետքա ուժային սցենարով փորձենք լուծել։ Տարածաշրջանում էսկալացիա եւ էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածի։ Երևան-Բաքու հարաբերություններում հաջորդ կետը համաձայնագրի ստորագրումն է եւ ոչ թե էսկալացիան, համոզված է Փաշինյանը։ Հիշեցնում է, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մեկ նրբություն սակայն մոռանում է։ Ինքը հստակ թվով է ճանաչել թշնամու տարածքը։ Ալիևը առանց 29743-ը նշելու։ Ու դեռ ավելին, այդ երկիրն արևմտյան Ադրբեջան է համարում գրեթե ամբողջ Հայաստանը։ Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։ Համաձայնագրի 17 կետում ոչ մի զիջում չկա։ Իրեն ուղղված մեղադրանքների թեման Փաշինյանը փորձում է փակել։ Բոլոր կետերը հավասարապես վերաբերում են եւ Երևանին, եւ Բաքվին, այդ թվում երրորդ ուժի հետ քաշումը։ Սակայն եթե Հայաստանի դեպքում խոսքը եվրադիտորդների մասին է, Ադրբեջանի դեպքում անհայտ է, որ երրորդ ուժին է հետ քաշելու սահմանից։ Տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեն դեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք եւ դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ։ Մինչև փաստաթղթի համաձայնեցումը Փաշինյանն ասում էր, թե դիտորդներ կարող են չլինել միայն սահմանազատված կետերում։ Հետևաբար սահմանի գծման եւ զատման գործընթացը հնարավոր էր եւ արագացնել։ Երևանի այս առաջարկն էլ Բաքուն անտեսեց։ Ալիևը երկու ոտքը մի կոշիկում պնդեց։ Դիտորդներն իրեն խանգարում են ու Փաշինյանը լուծում գտավ եւ ամբողջացրեց Բաքվի հետ քննարկվող օրակարգը։ Եվ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ, կամ ավելի պակաս նեղություն տալ։
Կգնան դիտորդները Հայաստանից, թե կմնան առանց սահմանին մոտենալու։ Այս արդեն Հայաստանի ներքին գործն է։ Վարչապետն ասում է կքննարկեն ԵՄ-ի հետ ու ինքնիշխան որոշում կկայացնեն։ Ճակատագրի եւ գործունեության ձևերի մեթոդների մասին։ Գրեթե նույն ինքնիշխան որոշումների շարքից է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելը։ Վստահեցնում է այս օրակարգն էլ Ադրբեջանը չի թելադրում, իսկ համընկնումները պատահական են։ Բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, խաղաղությունն է, ասում է Փաշինյանը, հորդորում դասեր քաղել նախորդ տարիներից ու լուրջ չվերաբերվել երաշխավորների ինստիտուտին, բայց թե որքանով կարելի է վստահել Բաքվի ստորագրությանն ու կայուն խաղաղության հիմք համարել այդ երկրի հետ առանց երաշխավորների ստորագրված փաստաթուղթը հայտնի չէ, թեև նախորդ տարիների դասերի օրինակներն էլ այս հարցում քիչ չեն։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։ Չծառայեցների Հայաստան գալու եւ զինծառայությունից ազատվելու կամ ավելի քիչ ծառայելու մի քանի տարբերակ կա, որքան շատ վճար, այնքան մեծ արտոնություն։ Օրենքի ընդունումից հետո մի քանի տասնյակ քաղաքացի խուսափել է քրեական պատասխանատվությունից, ինչ վտանգներ ունի անցյալ տարվանից ուժի մեջ մտած օրենքը։ Խնդիրը սառեցվել է, լոկալացվել է, մի քանի տասնյակ մարդկանց համար է միայն գործել։ Մենակ ամեն ինչում փող պատկերացնելով հարցը չի լուծվում։ 2024 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր Հայաստան է վերադարձել 27 տարին լրացած եւ բանակից խուսափած մոտ 60 քաղաքացի։ Այդպիսով նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից։ Նրանցից 51-ն արդեն վճարել է 15 միլիոն դրամ, վերադարձել ու չի ծառայել։ Բազմաթիվ նման նամակներ եմ ստացել այս մեկ տարվա ընթացքում, նույն Ռուսաստանից։ Այսին մարդիկ են գրում են, ասում են Երևանում բոլորի տպավորությունը, որ մենք միլիոնատեր ենք, չէ, չարքաշ աշխատող մարդիկ ենք։ Թող շեմը շատ ավելի սահմանափակ լիներ, ավելի ներքև լիներ, որ հնարավորություն ունենենք այս խնդիրը կարգավորել։ Հայաստան գալու ու ավելի քիչ ծառայելու համար եւս 4 տարբերակ կա, համեմատաբար քիչ վճարի դիմաց։ Եվս մի կետ ենք ունեցել, որ քաղաքացիները կարողացել են վճարել 8 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ 12 քաղաքացի է օգտվել այս կետից, ընդհանուր առմամբ մոտ 100 միլիոն դրամ է հավաքվել։ Մեկ քաղաքացի վճարել է 2.5 միլիոն դրամ եւ ծառայել է 1 տարի ժամկետով։ Այս ընթացքում մեկ քաղաքացի է վերադարձել հայրենիք ու 2 տարի ծառայել։ Այդպիսով նա խուսափել է քրեական պատասխանատվությունից։ Եթե այս օրենքը չլիներ, նա մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ծառայել եւ պետք է մենակ դատապարտվել 3-ից 5 տարվա ազատազրկման, ինչը մեր պետության շահերից չի բխում, այսինքն մենք այդ քաղաքացու տանելու ենք, կալանավորելու ենք ու 5 տարի իր վրա գումար ենք ծախսելու, նաեւ իր կյանքներ խեղդվելու եւ իր ընտանիքի։ Օրենքի ընդունման ժամանակ վստահ էին, որ փոփոխությունից հետո մեծ թվով քաղաքացիներ կգան Հայաստան։ Նախագծի հեղինակը դժգոհ չէ արդյունքից։ Հայկ Սարգսյանի ասելով շատերը մինչև այդ համաներումից են օգտվել։ Այդ պատճառով էլ վերադարձողների թիվը մի քանի տասնյակ է։ Բացի այդ էլ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու հարցում դժվարություններ են եղել։ Ամեզորակոչին կամ 1-2 հոգի լիներ, որ ինքնական այն էլ ինքնական չհայտնաբերվածներ, որ գալիս էին ծառայության, մնացածը չեն ներկայանում ու ոչ էլ դատապարտվում են ազատազրկման, այսինքն տարիունենք 0 քաղաքացիա դատապարտվել խուսափելու համար։ Բազմաթիվ նամակներ են ստացվում տարբեր երկրներում ապրող ընտանիքներից, որոնք ցանկանում են իմանալ, թե ինչ լուծումներ է առաջարկում պետությունը այն քաղաքացիների համար, որոնց 27 տարին լրացել է օրենքի ընդունումից հետո։ Գնում ենք համալիր լուծման ճանապարհով եւ այժմ վարչապետի հանձնարարականով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը այս եւ մի քանի այլ հարցեր է քննարկում, առաջիկայում ընդհանրական լուծման գալու դեպքում մենք դրա մասին կհրապարակենք։ Պաշտպանության նախարարությունը ի սկզբանե դեմ է եղել, որ օրենքը տարածվի 27 տարեկանից ցածր անձանց վրա, քանի որ այն կարող է վատ նախադեպ դառնալ, երբ 18 տարեկանները երկրից հեռանում են, 9 տարի բնակվում են արտասահմանում, հետո էլ գումար վճարում ու վերադառնում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում 350 մարդ է ձերբակալվել։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո երկրում հակակառավարական ակցիաներ են սկսվել։ Վիճակը հատկապես թեժ է Անկարայում եւ Ստամբուլում, իշխանությունն ակցիաները որակում է զանգվածային անկարգություններ։ Անցած գիշեր Ստամբուլում հավաքվել է մոտ 300,000 մարդ։ Նրանք քարեր, շշեր, ճայթրուկներ եւ զուգարանի թղթի գալանափաթեթներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Իշխանությունը հայտարարել է, որ պետությունը փողոցին չի զիջելու եւ պաշտպանելու
օրինական կարգը։ Մարդիկ, որոնք փողոց դուրս չեն եկել, իրենց բնակարաններում հարվածում են կաթսաներին։ Artık emniyetteki ifade başladı ve tam 6 saat bütün yolları kapattı. Սիրիայի նոր իշխանությունը պաշտոնապես խնդրել է Ռուսաստանին արտահանձնել նախկին նախագահ Բաշար Ասադին։ Սիրիայում Ասադի նկատմամբ հարուցված գործեր կան ու վերադարձի դեպքում նրան շատ երկար տարիների ազատազրկում է սպառնում։ Ինչը հայտնել Մոսկվան հայտնի չէ, ավելի վաղ նախագահ Պուտինն ուղերձ է եղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ Ալ-Շարային եւ հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնել գործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային հարցերի շուրջ։ Պուտինն աջակցել է երկրում վիճակն արագ կայունացնելու Սիրիայի ղեկավարության ջանքերին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանականաց Ստիվ Ուիտքոֆը հայտարարել է, որ Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություն անցկացնել։ Ուիտքոֆն այս մասին ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ զրույցում։ Նա նշել է, որ Կիևը համաձայն է Ուկրաինայում ընտրություններ կլինեն։ ԱՄՆ նախագահի հատուկ բանականացը նաև ակնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությանը ԱՄՆ մասնակցության մասին։ Ուիտքոֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների մասնակցությունը միջնորդությանը ճիշտ կլինի միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը կարողանա ազդեցություն ունենալ։ Այդ հաշվարկները կիրառել են ոչ միայն Իրանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այլև Հայաստանի եւ Ադրբեջանի համար, ասել է Ուիտքոֆը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Մերձ Մոսկովյան Krakus City Hall-ի ահաբեկչության գործով 19 անձի մասնակցությամբ քննչական գործողություններն ավարտվել են։ Ըստ քննչական կոմիտեի ահաբեկչության կազմակերպանը մասնակցել է Կենտրոնական Ասիայի 6 քաղաքացի։ Նրանք արտերկրում են եւ հայտարարված է հետախուզում։ Krakus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին, զոհվել է 145 մարդ, ավելի քան 550-ը վիրավորվել։ Հանցագործությունը կատարողներին բերման են ենթարկել հաջորդ օրը։ Գործով 27 մեղադրյալ կա։ Հիմա նոր նախաձեռնության մասին, որը կամուրջներ է գցում Հայաստանի ու Սփյուռքի միջև, այրվածները վերականգնում է, եղածներն ամրապնդում։ Նախաձեռնությունն ապակուսակցական է եւ շարժվել է 3 հիմնական ուղղությամբ։ Գործուն քայլեր սկսել հայ-ռուսական հարաբերություններում, վերականգնել ներհայաստանյան համերաշխությունն ու ամրացնել Սփյուռքի հետ կապը։ Հանրային համերաշխություն ու նոր կամուրջների կառուցում եւ վերականգնում Հայաստանում եւ արտասահմանում։ Նորաստեղծ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունն ազդարարում է առաքելության ու տարբեր ուղղություններով գործունեության մասին։ Տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրված առհասարակ թե ներհայկական հասարակության մեջ կապերը, թե Հայաստան-Սփյուռք, թե մեր դաշնակիցների հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ, կապերը խեղաթյուրված են, կտրված են, բազմաթիվ կամուրջներ չեն գործում կամ այրվել են, ինչը ուղղակի խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Երկրորդը դա ներհայկական համերաշխություն։ Առանց հանրային համերաշխության ու ներդաշնակության մարտահրավերներին դժվար է դիմադրել։ Նախաձեռնությունը ապաքաղաքական է ու վերկուսակցական, ասում են համահիմնադիրները։ Վստահ են ներկուսակցական նպատակներով ու շահերով առաջնորդվելու դեպքում ոչինչ չի ստացվի։ Հայաստանյան հասարակության շրջանում ամենաշատ օգտագործվող բառերն են ֆոբիա, տոքսիկ, ինչ վիճակ է, անդունդին եզրին են գտնվում եւ ինչ որ անընդհատ ատելություն, թշնամանք, այլ կարծիք արտահայտելը դա դեռ չի նշանակում թշնամություն, բայց այսօր մեզ մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ այլակարծության իրավունք չունեն, արդեն ընտանիքներում, շրջապատում, աշխատանքի վայրում Ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտն ու հասարակության պառակտվածությունը վերացնելու համար պետք է ստեղծել հարթակներ, որտեղ մարդիկ կարող են հայտնել իրենց կարծիքը, խնդիրներ բարձրաձայնեն ու լուծումներ առաջարկեն եւ լինի առողջ քննադատություն։ Մենք այո ցանկություն ունենք, որ կարողանանք կառուցել ներհայաստանյան կամուրջներ մեր հասարակության մեջ, կարողանանք այդ ատելությունը հանել, այդ ֆոբիաները, այդ տոքսիկ կոչված վիճակը մարդկանց բերել մի հարթակ, որտեղ մարդիկ կարողանան զրուցել։ Եվ դրանից հետո արդեն մենք պետք է մտածենք, որ այո, հայկական աշխարհի միջև պետք է լինեն կամուրջներ։ Լինելու է շատ հստակ ընդգծված նաև երիտասարդական նախագծեր, որոնք օգնելու են, ամրապնդելու են Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայում, Սփյուռքում ապրող մեր բոլոր երիտասարդների, հայերի, ինչու ոչ նաև մյուս մեր երկրներում ապրող գործընկերների կապերը։ Շուտով մոտենում է
հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հոբելյանը։ Հենց այդտեղից էլ կուզեմ սկսեմ, քանի որ մենք սկսելու ենք մի քանի նախաձեռնություններ, որոնք կապված են հենց մեր պապերի սխրանքների հետ։ Սփյուռքը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում, որի հետ այսօր ցավոք, բայց բազմաթիվ կամուրջներ են այրվել։ Նախաձեռնության հիմնադիրների կարծիքով միայն Հայաստանում ծրագրեր իրականացնելով հնարավոր չէ հաջողության հասնել։ Այդ պատճառով կամուրջի, կրթական, ուսուցողական եւ այլ ծրագրերում սփյուռքի երիտասարդներն ակտիվ ներգրաված են լինելու։ Կամուրջ նախաձեռնությունը ունենալու է երիտասարդ դեսպաններ Հայաստանի սահմաններից դուրս։ ԱՊՀ երկրներում, Սփյուռքում նրանք լինելու են հայ երիտասարդները, ովքեր կյանքի ուսման բերումով այս պահին գտնեն ոչ իրենց հայրենիքում։ Փորձել ենք ներգրավել մասնագետների, ովքեր երկար տարիներ իրենց ուսումը եւ ներդրումն են ունենում օտար երկրներում, բայց պատրաստական են իրենց ներուժը օգտագործել Հայաստանի Հանրապետության բարօրության համար։ Կամուրջը երկխոսելու հարթակ է բացելու նաև դաշնակից ու բարեկամ Ռուսաստանի հետ վտանգված հարաբերությունները կարգավորելու համար։ Բնականաբար մենք ունենք բազմաթիվ հարցեր մեր դաշնակիցներին, բայց հավատացնում եմ ձեզ, դաշնակիցներն էլ, մասնավորապես Ռուսաստանը, Եվրասիական վեկտորը, ունի դեպի մեզ բազմաթիվ հարցեր։ Ցավոք, հաճախակի այդ հարցերը շահարկման առարկա են դառնում եւ ըստ էության չկա հարցերի քննարկում, չկան կամուրջներ, որով այդ հարցերը պետք է քննարկվեն, բացի խնդիրները մատնանշելուց, կարևորագույն առաքելությունը կամուրջի դա հստակ ուղիղ հասկանալի ելքեր ցույց տալու եւ ինչու ոչ ելքեր գեներացնելու։ Կամուրջի դռները բաց են երկրի ապագայով մտահոգ առողջ կարծիք ունեցող քաղաքացիների առջև, անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից։ Մի քանի օրից սոցցանցում, Տելեգրամում, Ֆեյսբուքում ու Ինստագրամում գործարկվելու են նաև կամուրջ քաղաքացիական նախաձեռնության էջերը։ Քաղաքացիներին հասանելի է լինելու նաև kamurj.info դոմեյնը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց օրն է։ Հայաստանում տարեկան ծնվում է այդ համախտանիշով մոտ 50 երեխա։ Արև մարդիկ, ինչպես անվանում են նրանց, արևի պես շովում են արևի աշխարհ տեսահոլովակում ցույց տալու, որ իրենք կարող են շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Բեմում մեկը մյուսից պայծառ արևներ են։ Էկրանին իրենց իսկ մասնակցությամբ տեսահոլովակ արևի աշխարհ։ Մեր կողքին եւ մեզ հետ ապրող արև մարդիկ կարող են ավելին, քան կարծում ենք։ Պարզապես պետք է ավելի շատ սեր ու ջերմություն տալ նրանց։ Կենթանի ռեշտակ ինձ հետ։ Ութամյա Մոնտեի ծնունդը շատ բան փոխեց ոչ միայն Տեր Գրիգորի, այլև Հայաստանում ապրող Դաունի համախտանիշով մյուս երեխաների կյանքում։ Քահանան որոշեց ստեղծել արև երեխաներ կազմակերպությունն ու փոխել այս համախտանիշով երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքը։ Երբ որ Մոնտեն ծնվեց Դաունի համախտանիշով, մենք տեսանք, որ Հայաստանում գոյություն չունի Դաունի համախտանիշով երեխաների հատուկ կենտրոններ, կան տարբեր ազնովիտ կենտրոններ, որտեղ տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաներ, բայց կենտրոնացված միայն Դաունի համախտանիշով երեխաների համար չկար։ Պատճառը սա եղել, որ բացել ենք ես, ընկերներս եւ հետո միացել են տարբեր հիմնադրամներ, աջակից մարդիկ։ Այսօր կենտրոնը գործում է, ունեն գրեթե 220 արև երեխա, որից 180-ը արդեն ծառայություն են ստացել մեր կենտրոնից։ Դաունի համախտանիշով, բայց արևից էլ պայծառ շողացող երեխաներին երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, գլխավորապես ուշադրություն եւ սեր։ Ստացածը փոխադարձում են մի քանի անգամ շատ։ Նրանց հետ աշխատելուց մենք եւս մեկ անգամ հասկանում ենք, որ կա բարություն, կան մարդիկ, որ ամենաանկեղծ, ամենամաքուր ձևով կարող են ժպտալ ու ոչ մի բան չուզել դիմացինից։ Անս Մարաթա, սպառում եմ, նկարում եմ։ Արևի աշխարհ հոլովակի հերոսներից է նաև Մարատը, սիրում է բեմը, հատկապես երգել ու պարել։ Միջոցառմանը եկել է մայրիկի հետ։ Տիկին Մերին ասում է, որ դժվարություններ եղել են, բայց միմյանց օգնելով հաղթահարել ու հաղթահարում են։ Փոխվել է նաև շրջապատի վերաբերմունքը։ Բոլորը տեսան, բոլորը
թե ասենք համացանցի միջոցով, թե փողոցում, որտեղ դուրս են գալիս, տանում ենք տատերական խմբակարևային զանգակները, բեմեր ենք դուրս գալիս, դրա շնորհիվ կարծրատիպերը շատ են կոտրվել։ Դաունի համախտանիշով մարդկանց օրը մարտի 21-ն է։ 21-ը խորհրդանշական թիվ է։ Համախտանիշի պատճառը հենց այս ավելորդ քրոմոսոմն է։ Աշխարհում այն ամեն տարի հայտնաբերվում է 5000 երեխայի մոտ։ Հայաստանում տարեկան ծնվում է Դաունի համախտանիշով մոտ 50 երեխա։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Առավոտից հանրապետության տարածքում տեղումներ են, Երևանի որոշ հատվածներում թաց ձյուն է եկել։ Ձյան տեղումներ են եղել նաև Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թալինի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի եւ Արթիկի տարածաշրջաններում։ Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց են։ Լարսը փակ է։ Օդերևութաբանները սակայն հանգստացնում են առաջիկայում մարտի 24-ից 29-ը երկրի ամբողջ տարածքում ջերմաստիճանը մինչև 15-ն իջ կբարձրանա։ Մարտի 23-ին երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել։ Ռուս մասնագետներն արձանագրել են արտանետման բացառիկ բարձր արագություն եւ զանգված։ Այս տարվա ընթացքում նման պարամետրեր նկատվում են առաջին անգամ։ Եվ հոսանքի պլանային անջատումների ժամանակացույցը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՝ Երևան 10-ից 16-ը, Ավան, Քուչակ թաղամաս մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 17-ը, Դավթաշեն, Ձոր 2 թաղամաս, Դավթաշեն 5-6 փողոցներ մասնակի, Հասրատյան 25-ի 4, 25-ի 6, 25-ի 8 շենքեր, Հարավարևմտյան թաղամաս B1, 3-ի 1, 5-ի 1, 6 8, 1-ի 1, 1-ի 2, 23-ի 1, 25-ի 1, 27-ի 1, 29-ի 1 շենքեր, Շիրազի 32 շենք, Կոմիտասի 29-ի 2-ից 31 շենքեր, Փափազյան 11 շենք, Համբարձումյան 119-ից 121 շենքեր, Ավետիսյան 112-ից 118 շենքեր, Ավան 4-րդ փողոց 13-ի 2 շենք, Աճարյան փողոցի առանձնատներ, Ավան 4-րդ եւ 6-րդ փողոցների առանձնատներ, Ավան 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Լուսինե Ա, Նուշիկ ասոցիացիա, Ֆլեշ ՍՊ-ներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վարդաշեմ 6-րդ փողոց 66, 68, 68-ի A շենքեր, Արմավիր 10-30-ից 15-30 Մեծամոր քաղաք, այգեգործական ընկերության եւ 1 թաղամաս, Արմավիր քաղաք, Աբովյան, Ջիվանու եւ Միասնիկյան փողոցներ, 12-ից 14-ը Էջմիածին քաղաք, Մասնակի, Չարենցի թաղամաս եւ Աթարբեկյան գյուղ, Արարատ 10-ից 11-30 Այգեստան գյուղ, Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վայոց Ձոր 10-30-ից 12-30 Եղեգնաձոր 26 կոմիսարների փողոց եւ Նորավան թաղամաս մասնակի, Սյունիքի փողոց 4 եւ 9 առանձնատներ, Համբարձումյան 6 առանձնատուն, Այգեձորի 2-ի B առանձնատուն, Պրոշյան 67 առանձնատուն, Երևանյան խճուղի մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գետապ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-30-ից 13-30 Բարձրունի, Մարտիրոս եւ Սերս գյուղեր, Կոտայք 10-ից 14-ը Բջնի համայնք, Viva Armenia, Team Telecom, Ucom ընկերությունների բջջային օպերատորների կայաններ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 17-ը Աբովյան քաղաք, 7-8 միկրոշրջաններ, Գեղարքունիք 10-ից 16-ը Սևան, Գոմաձոր թաղամաս մասնակի, 11-ից 12-ը Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ, 11-ից 14-ը Ծովինար բնակավայրն ամբողջությամբ, Շորժար Ջիլ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 16-30 Ծորագյուղ բնակավայր մասնակի, Երանոս բնակավայրն ամբողջությամբ, Տավուշ 10-ից 12-ը Բերդ քաղաք մասնակի, Ագբաբանկ Բերդ մասնաճյուղ, Ոստիկանություն Զինմաս եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Տիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթարակ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-30-ից 15-30 Դիլիջան համայնք, Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզդճի փողոց մասնակի եւ Թեղուտ գյուղ, 12-ից 14-ը Նավուր, Իծակար, Չինչին գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 12-30-ից 14-30 Բերդի տարածաշրջան, Վերին Կարմիր աղբյուր մասնակի, Մովսես եւ Նորաշեն գյուղեր, Բերդ քաղաք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 12-ից 16-ը Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզդճի փողոց մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակ 11-ից 17-ը Ախուրյանի տարածաշրջան, Ազատտան, Բենյամին, Բայանդուր, Երազգավորս եւ Գետք գյուղեր, Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես
նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Լրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին։ Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook էջում եւ Telegram-ում։ Այսքանն ենք նախատեսել ցտեսություն։